Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե կաթոլիկ երկրի ղեկավարը, ասենք Ջորջիա Մելոնին, Իտալիայում սկսեր հարձակվել Հռոմի Լեո Պապի վրա Facebook-ում եւ ասեր. «Մենք հանձնաժողով կհրավիրենք տապալելու Լեո Պապին»։ Նման մի շոկային իրադարձություն ցնցել է հայաստանյան հասարակությունը։ Միևնույն ժամանակ մենք ականատես ենք եղել եպիսկոպոսների, հոգևորականների եւ հավատացյալների ձերբակալություններին։ Նրանցից մեկը Սամվել Կարապետյանն է։ Նա եկեղեցու առանցքային բարերարներից մեկն է, եկեղեցու խոշոր բարեգործ, եւ նա այս տարվա հունիսին վերադարձել էր Հայաստան մասնակցելու հոր մահվան 40-ի հիշատակի արարողությանը։ Եկեղեցուց դուրս գալիս նրան մոտեցել է մի լրագրող եւ հարցրել. «Ինչ կարծիք ունեք կաթողիկոսի եւ եկեղեցու վրա հարձակումների մասին»։ Նա պատասխանել է. «Ինչ կարծիք պետք է ունենամ, երբ մի փոքր խումբ մոռանալով հայոց պատմությունն ու հայ եկեղեցու հազարամյա պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ կանգնել եմ հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի կողքին, ես անմիջականորեն կներգրավվեմ։ Եթե քաղաքական գործիչները ձախողեն, ապա մենք մեր ձևով կմասնակցենք այս ամենին»։ Մեկ օրվա ընթացքում նա հայտնվեց բանտում, մեղադրվելով քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով, որը վերաբերում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերին, ընդամենը այս հայտարարության համար։ Եվ ինչպես նշեց Ժակլինը, դրանից հետո նա կորցրել է իր բիզնեսները, էլեկտրական ցանցերը, բայց նաև նրա բարեգործական աշխատանքի որոշ արդյունքներ, օրինակ Երևանի կրկեսը։ Այս ամենը զավթում են նրանից։ Նա մինչ օրս մնում է բանտում, կալանավորված, եւ նրա ձերբակալությունն ու կալանավորումը Հայաստանում քաղաքական հետապնդումների կիրառման ավելի լայն մասն են, ինչը ներկայացված է նաև սպիտակ զեկույցում։ Այս գործընթացները քննադատվել են Freedom House-ի, ԱՄՆ պետդեպարտամենտի, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն հատկապես մտահոգիչ է նախնական կալանքը որպես ինքնին պատիժ կիրառելը, ինչի վերաբերյալ իրենց անհանգստությունն են հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտը, ինչպես նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է Human Rights Watch-ը։ Այսպիսով, նա նման բռնի հետապնդումների երկար շարքի վերջին օրինակն է։